Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով Պաշտպանության նախարարության սպա է մահացել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Սպուտնիկ Արմենիային ասել է, որ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այս դեպքը, քանի որ դժբախտ պատահարը ծառայությունից դուրս է եղել եւ ծառայության հետ կապ չունի։ Իր հերթին հրապարակը գրել է, որ սպան մահացել է Շմոլ գազի թունավորումից։ Կողմնակ սրտով ողջունում եմ ձեզ։ Հայաստանի վարչապետը հրապարակել է հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված նորոգման ճանապարհային քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գործողության մեջ դնել ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելուց հետո։ Նա ցանկանում է ընտրել կաթողիկոսի տեղապահ, ապա եկեղեցու համար նոր կանոնագիր գրել, որով ըստ Նիկոլ Փաշինյանի պետությունը եկեղեցին վերահսկելու միջոցներ կստանա։ Վերջին քայլով կընտրվի նոր կաթողիկոս նոր կանոնագրքի դրույթների համաձայն։ Փորձագետները սա գնահատում են որպես պետության կողմից եկեղեցու կառավարմանը ուղղակիորեն միջամտելու եւ հոգեվոր կառույցը վերահսկողության տակ առնելու բացահայտ փորձ։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս գրառումը կարծես թե հուշում է հակաեկեղեցական արշավի վերջին արարի մասին։ Գարեգին երկրորդին դուրս բերել վեհարանից եւ այն տեղի կունենա շուտով, կարծում են վերլուծաբանները։ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցիներում Հայաստանի վարչապետն առաջարկում է եկեղեցիներում եռագույն դրոշ կախել։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։ Նա այսօր շարունակել է նաև պատարագից 5 րոպե առաջ հիմնը հնչեցնելու կիրակնօրյա առաջարկը եւ որպես հիմնավորում մի հատված մեջ բերել պատարագի տեքստից։ խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների 10 գերապանց փառքով զարդարեցիր։ Մենք խոսք գնում վերին պետության մասին։ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո էր Հայաստանի վարչապետը առաջարկել պետական օրհներգը հնչեցնել եկեղեցիներում։ Ֆեյսբուքյան այդ գրառման սկզբում նա նշել էր, թե հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է 301 թվականին պետության կողմից պետության որոշմամբ։ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրել են Քրիստոսի առաքյալները Թադեոսն ու Բաղդումեոսը։ Նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ հայ առաքելական եկեղեցին ամեն տարի նշում է երկու առաքյալների տոնը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չի խմբագրել իր գրառումը։ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսների նկատմամբ դեռևս զերծ մնալով խիստ միջոցներ կիրառելուց Մայրաթոռը հորդորում է նրանց դադարեցնել իրենց մեջբերում խոտոր ընթացքը եւ կեղծ ու մտածածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ, հետևելով Սուրբ եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին եւ գործել բացառապես հոգեվոր ասպարեզում, օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսը ժամանակավորապես հետաձգել է եպիսկոպոսատ ժողովի գումարումը, այն պետք է տեղի ունենար այս շաբաթ։ Մայրաթոռի հայտարարությունում նշվում է, որ ժողովը հետաձգվում է Հայաստանում տիրող իրավիճակի, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, այդ թվում կալանավորումների պատճառով։ Անցած շաբաթավերջին Մարսելից Երևան ժամանելուց հետո Զվարթնոց օդակայան դիմավորելու գնացած քաղաքացիներին վեհապարն ասել էր, որ Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը անազատության մեջ է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով։ Եվ հետո պատվիրյալ արդարադատությամբ սանվանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները այս պարակային արդեն Արշակ arczepiskopոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով եւ քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ
արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում եւ իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն եւ վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայության։ Ուրեմն Գյումրիում անդրանը Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, հակառակ դեպքում կգրանցվի քրեակատարողական հիմնարկների 24-րդ մահը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ահազանգել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել եւ դրա հետ կապված զգայուն շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պիտի հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ եւ իր բժշկի անմիջական ուրեմն մասնակցությամբ կատարվի եւ մենք ցավով ուզում եմ նաև ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պետք է անենք, որ այդ 23-ը չդառնա 24։ Արդարադատության նախարարը հակադարձել է պատգամավորին, նշելով, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակի վերաբերյալ ծայրահեղ արձանագրված չէ եւ փաստաբանները որևէ դիմում չեն ներկայացրել։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել եւ եւս մեկ անգամ կրկնում եմ այսօր նրանց եւ նրան կմոտենա համապատասխան իրավաբան, որը քրեակատարական ծառայության իրավաբանն է եւ կպարզաբանի իրավունքը եւ նաեւ կխնդրի դիմում ներկայացնել մեր գործընկերներին դա փոխանցելու նպատակով։ Ադրբեջանից Հայաստան նավթ կգա Վրաստանի տարածքով։ Մեկ անգամյա անվճար տարանցում ապահովելու համար Վրաստանի կառավարությունը վրացական երկաթուղուն հանձնարարել է անհապաղ իրականացնել բեռների անվճար երկաթուղային փոխադրումը։ Ադրբեջանական նավթ ու նավթամթերք Հայաստան արտահանելու մտադրության մասին 2 օր առաջ դեկտեմբերի 6-ին Դոհայում խոսել էր Ադրբեջանի նախագահ օգնական Հիկմետ Հաջիևը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Հաջիևի նավթի արտահանման թեման քննարկվել է դեռ անցած ամիս ադրբեջանական Գաբալայում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ընթացքում։ Երևանը մերժել է Բաքվի 3 գումարած 3 ձևաչափով տարածաշրջանային հաջորդ հանդիպումները նախ Ադրբեջանում, ապա Հայաստանում անցկացնելու առաջարկը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Բայրամովը Երևանի որոշումը համարել է անտրամաբանական, քանի որ ըստ նրա տարածաշրջանում արդեն այլ մթնոլորտ է։ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը այս պահին որևէ հիմք չունի մերժելու մեր առաջարկը, նշել է Բայրամովը։ Հայաստանի քաղաքացիներին ֆինանսական ծուղակը գցած Hello-Bit հավելվածը արգելափակվել է մեր հանրապետության տարածքում։ Ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունը միջազգային գործընկերների հետ համատեղ հաջողությամբ արել են այդ գործը, քաղաքացիներին զերծ պահելու հնարավոր նոր ֆինանսական վնասներից։ Hello-Bit-ը կեղծ ներդրումային հարթակ է, ավելի պատկերավոր ասած ֆինանսական բուրգ։ Այն ներդրումների դիմաց առաջարկում է արագ ու բարձր եկամուտ։ Այս խաբեությանը ցավոք զոհ են դարձել նաև մեր համակարգացիներից ոմանք։ Դեռ նոյեմբերի սկզբին հավելվածը սառեցրել է օգտատերերի հաշիվները, ինչի պատճառով մեր հայրենակիցները ֆինանսական լուրջ կորուստներ են կրել եւ այժմ իրենց ներդրած գումարները չեն կարողանում վերադարձնել։ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկից 13 կիլոմետր հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը Ջերմուկից բացի զգացել են նաև Վայոց ձորի Կեչուտ, Գնդեբաց գյուղերի բնակիչները 1-ից 2 բալ ուժգնությամբ։ Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը Շորժա ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթագծերից։ Հարավկովկասյան երկաթուղու ընկերությունից հայտնել են, որ քարաթափում է եղել եւ մեքենավարը չի հասցրել արգելակել։ Շամչյանի տեղեկություններով գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Դիմակավորված անձինք հարձակվել են հանրային գործիչ Միրան Հակոբյանի վրա, ահազանգել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հարձակվողները եղել են դիմակներով, հարձակվել են թիկունքից։ Փաստաբանի խոսքով Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Իզմիլյան բժշկական կենտրոն։
Վրաստան մեկնելիս բժշկական ապահովագրություն է պետք, նոր որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Մեր հարևան երկիրը բոլոր օտարերկրյա քաղաքացիներից է պահանջում բժշկական ապահովագրություն, հակառակ դեպքում կարող են թույլ չտալ մտնել Վրաստան կամ սահմանին լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտություն լինի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Երկու կողմերը վերահաստատել են, որ ցանկանում են երկրների միջև հարաբերությունները զարգացնել։ Թյուրիմացությունները վերացնելու եւ խնդիրները կառավարելու համար Արաղչին կարևորել է դիվանագիտական շարունակական խորհրդակցությունների դերը։ Մենք ցանկանում ենք ամրապնդել եւ առաջ տանել Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Իրանում հստակ կարծիք է ձևավորվել այս հարցի վերաբերյալ եւ առաջիկայում ջանքեր կգործադրվեն կապերի զարգացման ասել է Իրանի արտգործնախարարը։ Ավելի վաղ Աբբաս Արաղչին նշել էր, որ տարածաշրջանում ստեղծվել է ոսկե հնարավորություն խաղաղության, կայունության եւ համընդհանուր զարգացման համար։ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ուկրաինան տարբեր տեսակետներ ունեն եւ մենք միասնական դիրքորոշում չունենք Դոնբասի հարցում, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խաղաղության նախաձեռնության բանակցողները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տարածքային հարցի շուրջ։ Զելենսկին նշել է, որ որոշ տարրեր պահանջում են լրացուցիչ քննարկում մի շարք զգայուն հարցերի, այդ թվում պատերազմից տուժած երկրի անվտանգության երաշխիքների եւ արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողության շուրջ։ Կիևը պնդել է արևմտյան դաշնակիցների առաջին հերթին ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր կնքել։ Ուկրաինայի նախագահը ժամանել է Լոնդոն, որտեղ նախատեսված են հանդիպումներ եվրոպացի առաջնորդների, մասնավորապես Թարմերի, Մակրոնի եւ Մերցի հետ։ Զելենսկին դեռևս չի կարդացել Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության նախագիծը, այս մասին իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք խոսել ենք նախագահ Պուտինի եւ Ուկրաինայի առաջնորդների հետ, այդ թվում նախագահ Զելենսկիի հետ։ Պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Նրա ժողովուրդը հավանություն է տվել առաջարկին, բայց նա Թրամփի խոսքով Ռուսաստանն արդեն համաձայնել է նախագծին։ Ռուսական կողմը կնախընտրել ունենալ ամբողջ երկիրը, բայց կարծում եմ, որ իրենք գոհ են խաղաղության ծրագրից, նշել է ԱՄՆ ղեկավարը։ Կրեմլը ողջունել է ԱՄՆ-ի անվտանգության նոր ռազմավարությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով այն մեծապես համապատասխանում է Ռուսաստանի սեփական պատկերացումներին։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ այսօր նախագահ Զելենսկին ամբողջական տեղեկություն կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում բանակցությունների ժամանակ ուկրաինական թիմի առաջնային խնդիրն է եղել ամերիկյան կողմից ստանալ Մոսկվայում զրույցի մասին ամբողջական տեղեկություն եւ ակտուալ առաջարկների բոլոր էսքիզները։ Ավելի վաղ Զելենսկին հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Թրամփի փեսա Ջարեդ Կուշների հետ։ Ըստ նրա, Ուկրաինայի համար բանակցությունները կառուցողական էին, բայց բարդ։ Slava Ukraini! Ֆրանսիան դեմ է Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական ակտիվների այն մասի օգտագործմանը, որոնք սառեցված են երկրի մասնավոր բանկերում։ Այժմ Ֆրանսիայի առևտրային բանկերում գտնվում են Ռուսաստանին պատկանող մոտ 18 միլիարդ եվրո։ Այս ամենի ֆոնին Հունգարիան եւ Սլովակիան պատրաստվում են դիմել եվրոպական դատարան, պահանջելով չեղարկել Ռուսաստանի էներգակիրներից հրաժարվելու նախաձեռնությունը եւ դատավարության ընթացքում կասեցնել դրա իրականացումը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն։ Նրա խոսքով ռուսական նավթի եւ գազի ներմուծման արգելքը կխաթարի Հունգարիայի եւ Սլովակիայի էներգետիկ անվտանգությունը եւ կտրուկ կբարձրացնի գները, իսկ նախաձեռնությունն ինքնին լայնածավալ իրավական խաբեություն է, քանի որ հանդիսանում է պատժամիջոցի ձև եւ պետք է ընդունվի միաձայն, ասել է նա։ Թուրքիայի Անտալիա նահանգի Ալանյա առողջարանային շրջանի փողոցները հորդառատ անձրևների պատճառով կաթվածահար են եղել։ Մի շարք վայրերում ստորգետնյա անցումները ամբողջությամբ լցվել են ջրով։ Փողոցներում մեքենաներ կանգ են առել, ինչի պատճառով հրշեջները տարհանել են մարդկանց։